Դոկտոր ջան կլինի ձեր գոտկատեղից բռնել։ Ասացի եկեք բա։ Ասմա չէ, հաստատ չէ, Հաստատ հա։ 100% չէ։ Դա դες անելը ման։ Ասմա մի ճայ կարեք դեմ ուշադիր չնայ։ Ման պասպորտս թողեմ ախպերս։ Բուժում ասենք, եթե փողը կբերեմ։ Կարաս ման թոշակի քարտը թողեմ ձեր մոտ կոդը ասեմ։ Նորմալ է։ Նամա։ Ահա, ցեն։ Ճիշտ եմ ասում, դոկտոր։ Արսանիկին դեր հայրի որացի հրավանդ է։ Շնորհակալություն ստեսություն։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր մեր ոդքասթի, որը իմիջիայլոց շատ սիրվեց, երկրորդ սերիան է։ Հավաքվել ենք նույն թիմով, թիմը չի պակասել, ընդ որում ավելացել է։ Այսօր հյուրընկալել ենք մեր կենտրոնի, Elix կենտրոնի բժիշկ օրթոդոնտ Նարատեր Հովսեփյանին։ Հիմնական թեմայի ակցենտը որոշել ենք տանք հենց օրթոդոնտիան, բրեկետներ, թեկատամնաշար, էյլայներներ եւ այլն։ Բարև ձեզ, ես բժիշկ օրթոդոնտ Նարատեր Հովսեփյանն եմ, աշխատում եմ տարիներ արդեն Elix կլինիկայում որպես օրթոդոնտ։ Դոկտոր Նարան մեր առաջին բժիշկներից է։ Եթե ոչ առաջին։ Հներից։ Մեծ ճանապարհ ենք իրար հետ անցել, տեղափոխվել եւ այլն։ Դոկտոր Նարա, ձեզ անդրադառնանք, քանի որ հավաքված ենք 3 ավելի շատ այնց օրթոպեդով եւ 1 օրթոդոնտով, կուզեմ ասեք, թե ոնց եք դիմակայել այն ճնշմանը պացիենտների, ովքեր որ չեն ուզում միանգամից բրեկետներ, խուսափում են այդ տարիների տևող բուժումից եւ ավելի շատ հակված են դիմել մեզ, այսինքն որ արագ մեկ ամսում բուժում ստանան։ Այո, ոչ մի խնդիր։ Շատ հաճախ մի հատ sense բակալենյա կա, որը գալիս է, հիմնականում իրանք աղջիկներ են։ Ես չեմ ուզում բրեկետ, այդ սիրուն չի, այդ հիգենիկ չի, էսթետիկ չի, ես բլոգեր եմ, վիդեոյի մեջ կերևա, ես երգչուհի եմ, բա։ Ուզում եմ վինիեր, ու նենց դեպքով, որ sense ատամները այնքան է պետք տաշել, որ սիրուն վինիեր անել։ Այնց հոգով սրտով եմ ես բացատրում իրանց, թե ինչ է իրանց սպասվում, քանի հատ ներվազրկում, ինչ պետք է արվի, ես քանի ամսում sense խոստումներ եմ տալի, խնդրում եմ, ասում եմ, ես խոսք եմ տալի 6 ամսում, ես կենտրոնականները կուղեմ, որ գոնե մի քիչ տաշվի։ Սկզբում շատ sense ասում եմ, դե դուք գիտեք, ես խորհուրդ եմ տալի կարելի է, հիմա sense արդեն հա, sense որ ամոթ ձեզ, եթե գնաք միանգամից դաշվածքների էլի, ու ասեմ շատ անկեղծ կլինեմ, եւ նաեւ ձեզ եմ շատ շնորհակալ, որտեվ տարիներ առաջ այդ շատ քիչ էր, ասենք վինիերը գալիս էր, դուք էլ հա մի քիչ կտաշեիք կանեք, հիմա ես զգում եմ այդ հոսքը ոնց է, մի հատ էս ատամը տողի, նոր դոկտոր Ռոբերտը պետք է full տենց total վինիեր աներ, մի հատ 31-ը մի քիչ թեքված էր, ու ես հիմա բրեկետ եմ տնում, որ մաքսիմալ քիչ խղկվի։ Մի բան Այսինքն այդ օրթոպեդիան էլ ես զգում եմ ոնց այդ կոնկրետ դեպքի մասով ասեմ։ Զարգանում։ Այդ որոշումը sense կայացվեց, որովհետև երբ որ առնում ես մեծ գործ, ասենք իմպլանտատներով զուգահեռ, դու մեկը պետք է սպասես։ Այսինքն դրվեց այդ իմպլանտատը պետք է կպնի ինքը 6 ամիս, 3 ամիս, այդ ժամկետը չօգտագործելը կարծում եմ արդյունավետ չի, էլի, եթե նամանավանդ կա տենց գործողություն պետք է սպասես, ինչու՞ չէ, մի հատ ասենք 6 հատ 10 հատի վրա դնելով, դու կարաս հետո ավելի քիչ տաշես, տրավման քիչ լինի։ Այնց որ դա հա, լավ է, որ մի թիմ է աշխատում, ու ոչ թե ասենք որ հերու տեղ, որ ուղարկես պացիենտից տեղյակ չլինես, այլ կողքի դուռը։ Հա, որ ոնց է, բաններ եկեք քո մոտ լավ ընթանում եւ այլն։ Միջայլոց 2 կաբինետով ենք այսօր իրար դեմ դիմաց, հա, դուք երկուսը ոնց որ աշխատում եք մի կաբինետում։ Ավելի շատ այդ մասով, հա, շատ է լինում, ճիշտ ասում, որ մի փոքր ժամանակին թեքված էին լինում ատամները, ոչինչ հղկում էին, տեղադրում էին, հա, բայց արդեն նոր կլինիկայի հիմնելով, երբ որ թիմը համալրվեց, հա, բոլոր մասնագետները արդեն կային, պացիենտին ավելի հեշտ է բացատրում, բժիշկը տեղում է լինում, ինքն էլ իր կարծիքն ասում եւ պացիենտը որոշումը ճիշտ է կայացնում այդ ժամանակ, որպեսզի տեղադրի բրեկետներ, նոր հետո հղկման գնա։ Այո, դա մեզ շատ ոնց որ գլուխ գովալ չունի, բայց այդ բժշկի կայացվածության հետ էլ կապ ունի, էլի, այսինքն ինքը պետք է կլասը ունենա, որ պատկերացնի, չէ, ես սրանով չեմ զբաղվի։ Մի անգամ չգայթակղվի, չէ, բժիշկն էլ Գայթակղվելը շատ կարևոր է, եթե դու
Անց մասնագետ ես, հա, որ կոմոդ, չգիտեմ, տարին մի հատ կարող է գա մեկ ասի տոտալ արա, բնականաբար դու մտածում ես լավ սպասի։ Կարող է էլ չգա ու մեծարական չգա։ Հա, այդ պարագայում դու մտածում ես հա, բայց եթե դու արդեն փորձառու ես, ունես հիմնական հոսք, որը քեզ ապահովում է քո անունը, դու արդեն ավելի արխային ես ուղարկում ու ավելի ճշգրիտ ես։ Այս իրականում մեր ներքին բաներից կուխնիայից ենք ասում մեր։ Պացիենտներից էլ է շատ կախված, այսինքն այդ նույն պացիենտը ասում է հա լավ, թող մի քիչ շատ տաշեն, հիմա մի քիչ ավել բրեկետին պետք է փող տամ, այսքան ամիս դրանով մանգամ, այսինքն մասան էլ է փոխվել եւ մեր պացիենտների եւ մեր գործի որակի, այդ շատ հաճելի է իմ համար, ու որ արդեն պացիենտը գալիս է ինքը գիտի ինքը ինչ է ուզում։ Ինքը գիտի, որ եկել է մի քիչ շտկի, որ մի քիչ հղկվի, որտեղ այդ ատամը իրան շատ ավելի շատ կծառայի։ Պետք է նշենք հստակ, որ այդ process-ը անդառնալի է։ Ճիշտ եմ ասում, դոկտոր։ Այսինքն եթե ընտրում ենք երկու տարբերակ է, հա, եթե այս բան որոշվեց ու սյո տաշում ենք, չենք դնում բրեկետ, հետո ինքը չի կարա փոշմանի։ Ջելոց չինացի գիտնականները ասում են, որ հնարավոր է երրորդ անգամ ատամը աճի։ Ցողունային բջիջները, ակուլայի։ Դեպքերից երևի այդ վինիրների մասով խոսեցին, կարելի է նաև խոսել օրինակ բացակա ատամների մասով, օրինակի համար եթե իծնե ադենտիա ունի, հա, լինում է որ կողմնային կտիչը բացակա կամ օրինակ ժամանակի ընթացքում 6-րդ ատամ են հեռացրել, հնարավորություն կա 7-ն ու 8-ը տեղաշարժել եւ լրացնել այդ հատվածը, հա, այսինքն օրթոդոնտիան ինքը շատ լավ փրկություն է օրթոպեդների եւ վիրաբուժների, իմպլանտոլոգների համար։ Ես միշտ դասում եմ, որ վիրաբուժությունը օրթոպեդիան շատ թերի կլիներ, եթե չլիներ օրթոդոնտիան, անկեղծ։ Մի հետաքրքիր բան ասեմ, հակա օրթոդոնտների, ուրեմն 20 թվին մարքեթինգ էինք անում, այդ ժամանակ նրանք ֆիլերներով էի զբաղվում, մի հատ գովազ մտածեցի, քթի տեսքի շտկում առանց վիրահատության, այդ առանցը այդ ժամանակ թիմ չունենք դիզայնը, բանը բոլորը ես էի անում, էլի, հա, ասենց առանցը կարմիր դրեցի գույնը։ Գովազ միացրեցի օրը $1, հիմա մի խոսքով շատ մեծ հոսք է սկսել, հա, ու ահագյանացով գործ կանում ենք, անցավ երևի մի 2 ամիս, ասեց աշխատել էր դե ասեն, հա, մեքենա ենք առել, բան ենք առել, հա, ու առանցը ասեցի լավ, ուրեմն կարելի է դնել ատամների ուղում առանց բրեկետների։ Ես դեռ ձեր հետ չէի աշխատում, ես դա տեսել եմ։ Ամեն օրի մոտ այդ գովազդեր բերում, ես ասում եի թե լավ տես։ Գովազդը դες անենում ան։ Այսինքն օրթոդոնտները գրում էին կամ ասենք քուրիկիս ընկերուները էլի օրթոդոնտ են, sense փափուկ էին հասկացնել տալիս, բայց ինչ է միտքը, նաև ոնց դա վերափոխեցի, որ մարդիկ գալիս էին շատ լուրջ խնդրով, մարդիկ սկսեցին գալ դրանից հետո այն որը որ հնարավոր էր վինիրով վերափոխեցինք ու շատ մեծ հոսք տվեցինք այդ ժամանակահատվածում մեր կենտրոնի օրթոդոնտին, այսինքն ոնց որ մարդկանց խնդիրը բարձրաձայնեցինք ու լուծեցինք, բայց այդ հեյթի ալիքը իմ վրա եկավ։ Մի հատ հարց տամ դոկտորնավա։ Օրինակ, ծրված ատամները երկու ատամ ծրվել են, տեղ չկա, ոչ կարանք իմպլանտ անենք, ոչ կարանք ինչ-որ մոստ անենք եւ այլն։ Այդ շատ հետաքրքիր է։ Մի ատամը բացակայ է։ Մի հատ ատամը հեռացրել են շատ վաղուց ծրվել է։ Ժամկետներ մոտավոր, հա, այսինքն այսքանից այսքան, որ կախված տարիքից, ոսկրխտությունից եւ այլն, որ մարդիկ նայեն, տեսնեն, իմանան, թե ինչքան շուտ կար այդ խնդիրը լուծվի։ Միջինում 6 ամսից սկսած, եթե այնտեղ օրինակ կարելի է մինի իմպլանտ տեղադրել կամ օրինակ 5-րդ ատամ ենք, մենք կարանք սեգմենտ արել, որ մի հատ հատվածում դնենք, մի հատ մինի իմպլանտով 3-4 հատ բրեկետով ու uprighting է կոչվում օրթոդոնտիայի մեջ, տենց տերմին հայերեն չկա էլ, ոնց օրինակ 6-ը չկա, 7-ը պարկում է, մի հատ մինի իմպլանտով ու սարքով, ոնց 7-ը ուղում ենք, 6-4 ամիս կարած լինի, իմպլանտը դրեցիք։ Հա, եթե նամանավանդ ասենք վերին ծնոտա պլանավորվում է սինուս լիֆտինգ,
Սենց տնեց պիտի 6-8 ամիս սպասես։ Ինչ նախանգարում մի հատ ու պրիտոմ այդ պարագայում ենթադրում լրիվ ծնոտը չի դրվում, չէ։ Նայած, այդ ամեն պիտի կուսելով։ 2-3 հատ դեպի մեդիալ մի հատ ծրված ատամի դրեցինք ու 6 ամսից արդեն ճիշտ դիրքով իմպլանտը դրեցինք։ Ну դա ինչա տալի պացիենտին, որ հասկանան, հա, որ եթե իմպլանտի համար տարածություն չբացվի, հակառակ դեպքում պետք է տեղադրվի մոստ, ճիշտ է։ Այդ դեպքում արդեն ատամները շատ է հղկվելու, քանի որ իրենք թեքված են, էլի գնալու են ներվազրկման։ Բայց միջև մոստ, միջև իմպլանտ կծված քան չի ախտարվում։ Մի հատ ատամի տեղը փակվեց, 1-2 ատամի մասին, հա, մինուսներ, այսինքն մենակ այդ ներվազրկումը չի, քո վերջնական արդյունքն էլ չի կարա լինի, նենց ոնց որ եթե ատամները ճիշտ դիրքում լինեն, դաժե հաշվի չառնելով այդ ներվազրկումը եւ այդ մոստի տակ սնունդ կուտակվել եւ այլն, դա ամեն ինչ շատ ծանր մյուսով քիչ ու գնաց։ Այսինքն բոլոր կողմերով դուժում է պացիենտը ու էլի եմ կրկնում, այդ անդառնալի այդ process-ը, ինքը չի կարա դնի, ասի 2 տարի օգտագործի մոստը, տենա լավ չի, ասի լավ է բրեկետ տնեք, այս տեղից դեպի ուղենք, էլ всё կորցրեց ինքը հնարավորությունը։ Ուսումնասիրելով եվրոպական շուկան հիմա կլինիկաները, նույնիսկ ռուսական բրեկետները ոնց որ սկսում են անցնել երկրորդ պլան, իհարկե իմ համար միշտ որպես օրտոդոնտ կմնա առաջ պլանում բրեկետը իր ֆունկցիոնալությամբ ու որ իմ ձեռքում է, ես միշտ ասում եմ էլայներները ինչ որ պլանիրովկա կա, լավ կդնեք, լավ կլինի, լավ չդնեք, չի լինի։ Բրեկետները ոնց որ իմ ձեռքում է, ես եմ որոշում։ Ես կարամ բրեկետը կպցնեմ, հետո 3 ամիս հետո գամ, 2 հատ բրեկետ փոխեմ ու իշ ձև կպցնեմ։ Ինձ թվում է հենց այն ամենաշատ հուզող հարցերն է, ով որպես պացիենտ պետքա դիմի։ Առաջի հարցը, որ ասենք, արդյոք դա կրճատում կամ երկարացնում է բուժման տևողությունը։ Միջինում նույնն է, կարող է պլյուս-մինուս մի 2-3 ամիս միջինում էլայներներով իսկ տենց միֆ կա, որ ես էլ եմ լսել, որ դեպքեր կա, որ էլայները անհնար է անել, բայց նաև էլայներների տեղադրող բժիշկներից էլ իրանց Instagram-յան էջերից էլ ես տեսնում եմ, որ անենց դեֆեկտներ էլայներներով կարգավորում, որ մտածում եմ դաժե մինչև այդ էլայները չդնի, ինենց ցեկված խճողում, որ դու չես կարա բրեկետ ֆիքսես այդ ատամի վրա, այսինքն շուշ տենց չկա, որ բրեկետ չես կարա գցնես ֆիքսես էլայներով կլինի, բայց էլայների կախած ինչ բրենդ, դե օրինակ այդ բրենդը արդեն առաջնային է։ Եթե բրեկետի դեպքում բրենդը մի քիչ երկրորդային է կախված է բժիշկից, հա, լավ կաշխատես, ինչ բրեկետ ուզում ես դիր։ Էլայները արդեն պլանավորումն է, համակարգչային ծրագրավորումը, կապայի որակն է, էլայներների ճիշտ մոդելավորումն է, այսինքն շագերը պետք է շատ 0.0 միլիմետրերով լինի։ 10 օրը մեկ փոխում ես, ոչ շատ լինի, ոչ քիչ լինի։ Իսկ ոնց ենք անում, այսինքն որ մեր լսողներին ավելի հասկանալի լինի, դա թափանցիկ ամաններ են, չէ, կապաներ են, որոնք որ կրում են օրվա հիմնական մասը 22 ժամ 24-ից 22 ժամը պիտի կրեն եւ այսինքն ինքը 2 անգամ է գալիս թե քանի անգամ է գալիս մի հատ եկավ կոնսուլտացիայի պացիենտը կոնսուլտացիա դրանից հետո իհարկե կատե հետազոտություն եւ սկանավորում ոչ թե չափսեր ենք վերցնում այս սկանը արվում ամբողջ վրանի մռոչի ատամների այո եւ ֆոտոնկարներ պրոֆեսիոնալ հատուկ իսկ այդ էլայներները երբ որ արդեն պատրաստ է լինում պացիենտը ոնց չխառնի դրանք մեկը մյուսի հետ ինչ որ հերթականությամբ հա ինքը sense նախ պլանիրովկա է գալի համակարգչային գալիս օրինակ 30 հատ է 30-ը ոնց է փոխվում ոնց է սկսվում ոնց է վերջում ամեն ինչ շագերը ու ատաչմենտներ է սկսում ատամին սպիտակ բոմբաներ է փոքրիկ որը հերվից բացարձակ չի երևում 10 օրը մեկ կապաները փոխվում է իրանք sense շատ սիրուն кейսերով գալիս են պաչկաներով դրանք գրած է որը դրեցիր դնում ես Նիկո մոտավորապես մի ամիս է ամեն մեկը կրում թե ավելի քիչ 10 օր մի կապան 10 օր 22 ժամ այցերը 10 օր երկրորդ ես 10 օր չեմ տա չէ էլայների ամենամեծ առավելությունն է որ օրինակ պացիենտը ամերիկայում ապրում դալիս ես ամբողջը ասում ես 10 օր մեկ փոխի վերջում կգաս ատաչմենտը հետ կհանեմ ռիտեյներ կտամ Կամ մի հատ արանքում վիդեոյով ինձ զանգել, իր համար այդ խնդրեմ չի, ինձ խոսում ենք մի հատ 10-րդը դիր տեսնում լավան։ Առավելությունից ոնց հասկանում եմ, էլի առավելություններ ունի, որ թափանցիկ է ու ինքը իրան հարմարվել ավելի հեշտ է։ Օրինակ 3 պացիենտ եկել էլայներով ինձ մոտ, դուք ձեր տեղադրած ու նոր ենք տեղադրել, ճիշտ ասած, 4 օր ասում տեղադրել ենք, հա, տենց ասած որ բավականին շուտ հարմարվել է ու դաժե անսովոր է, երբ որ հանած է, ոչ թե դրած է։
այսինքն հակառակ էֆեկտն է։ Իրանք Հայաստանում են պլանավորվում թե արտասահմանում էլ, այսինքն բոլորս է գիտենք, որ էլայները մի քանի անգամ թանկ է, քան բրեկետները, ճիշտ է։ Իր արժեքը այդ ամբողջ ինչով է ձևավորվում։ Պայմանավորված է միայն այն գումարով, ինչ որ մենք վճարում ենք այդ ֆիրմային, այսինքն ինքը իրանով բավականին թանկ Հայաստանի համար բավականին թանկ է։ Ու մենք շատ քիչ ոնց որ ավել գումար ենք տնում, իբրես մացա օրինակ ամերիկյան նույն բրենդի էլայները, որ ես աշխատում եմ, ինչ գնով աշխատում։ Ես պացիենտ ունեմ հենց հիմա, որ գնալու Ամերիկա եկավ պատվիրեց, հեսա կհասնի, կդնեմ ու կգնա, այնտեղ մի հատ կգնա, վերջում չափ սկսնանա ռիտեյների համար, причем իրանը ոնց որ unlimited է, այսինքն 5 տարվա բան ունի այդ кейսը, ինքը լյուբոյ կլինիկայում կարա, այո, լյուբոյ կլինիկայում կարա անվճար ռիտեյներ ուզի։ Ու այդ արդեն է ֆիրմայի շատ լավ է հնչում ամեն ինչ իրականում։ Շատ լավ է հնչում, ամենակարևորը իմ համար, ես անկեղծ կասեմ, այդ որ բժշկության բրեկետը սփոքվել է կարանք կմցնենք, այդ նախադասությունը ես չեմ լսելու։ Էլայները սփոքվել է։ Ինձ թվում է բան հիգենայի առումով էլ շատ։ Ինչ ուզում ուտում են հանում։ Այսքան ֆլոս է նորմալ է։ Ու մենակ այն փաստը, որ ասենք մարդ կարա, չգիտեմ, ամեն ժամանակ հանի, մի կես ժամով կամ ինչ-որ հանդիպման լինի կամ չգիտեմ հարսանիքին, տեր հայրին որ ասի հնազանդեմ, չէ՞, կամ Չի ասի ֆնազան։ Բրեկետը փոքվել բայն։ Որովհետև ես դոկտոր Նարայի հետ զուգահեռ աշխատելով շատ հարսիկներ ունի, հա, որ հենց Պիտի ամուսնանան, շուտ պետք է բրեկետները հանեն։ Հենց ատամները ուղում են, ամուսնության առաջարկ են ստանում։ Ոչ, ասում, հենց իմ մոտ անցնում են բուժման, մի ամիս հետո ընկեր են ունենում, մի ամիս հետո նշվում, ու երկու ամսից գայսում են դոկտոր մի հատ բան ասենք, հենց տխուր ասում են դոկտոր մի բան դեսես, հարսանիքս է։ Այնքան է տենց դեպքեր է իմ դոկտոր, ասենք sense գժական այդ բրեկետներով աշխատում են, ասում գոնե շուտ ասեք էլայներ դրեք, ասում մենք էլ չգիտենք։ Բայց ոչինչ որ դա է ինձ է կպնում, քո բրեկետով պացիենտը, երբ որ օրինակ մի ատամ բացակայել է այդ բուժման ընթացքում ու իրանք որոշում են որ հարսանիքն է պետք է հանեն, նաև այդ մեկ ատամը պետք է լրացնել, ու այդքան արագ դու պետք է իմպլանտ տեղադրես, փորձես ժամանակավոր ատամ վրան տեղադրես։ Դոկտոր Նարայի պացիենտն պիտի ամուսնանա։ Ունենք 20 օր, դիմացի ատամները պիտի վերականգնվի, հա, իմպլանտի ոսկրի սկզբանե շատ ներել եղել, խոսքով շատ երիտասարդ աղջիկ, ու ատամների դիրքը այնքան լավ էր շրջված, որ մինիմալ հղկումով կամրջակներ արեցինք ցիրկոնե, հիմա այս աղջիկը սովորել է դոկտոր Նարայի մոտ 10-ից 15 րոպեանոց այցերի, եկավ դե բացատրում եմ, դե պիտի գաք էլի, ասում եմ, որ deadline-ը դուք եք դնում, հետևաբար ինչքան ժամ ասենք, ոնց ասենք, պիտի գաք, մեկ էլ եկավ, բանը, արդեն դե աշխատում եմ, մի ժամ անցել է, բան, մեկ էս անհանգիստ է, դու միացա սպասում են իրան, ասել է 10-15 րոպե բան կանեմ, Խոսքով հետաքրքիր ինչ-որ տենց սմարթ բան հիշեցի, որ պացիենտները նույն ձև վերաբերում են այդ իմպլանտացիա բանին, այսինքն դու հələ նոր, չգիտեմ, կողքի ատամն ես պլոմբում, մաքրում ես այդ միջավայրը, որ դիագնոստիկ չափս վերցնես, ուղարկես, պլանավորես, մեկ էլ sense այդ բանը Շո դնում ենք իմպլանտը։ Ասում չէ, ժողովուրդ, այսօր չենք դնելու, էդի ուրիշ միջավայրում ա դրվում, ուրիշ ձև արվում եւ այլն։ Ինձ թվում է դա նաև գովազներից է գալի, լիքը գովազներ կան, որ ասում են 15 րոպեում տեղադրում ենք իմպլանտը, մենակ տեղադրման process-ի նկատի ունեն։ Ուզում առաջարկեմ օրինակ դոկտոր Նարան, մենք կիսվեցինք մեր զվարճալի դեպքերով նախորդ ոդքասթին։ Կուզեմ այսօր դուք կիսվեք ամենահետաքրքիր 1-2 դեպքով զվարճալի եւ կարող եք ամենահուզիչն էլ ասեք, այս որով տեղյակ լինելով այն պացիենտների մեծ հոսքին, որը որ սպասարկում եք, հաստատ եղած կլինի։ Հուզիչներից որ երեխեք միշտ ինչ-որ բան են ինձ սարքում վերում, պլաստիրնի տենց փոքր բան ու մի ամիս հետո գալու են ու պետք է միտեղ նշես, որ երբ որ ինքը գալիս է այդ սեղանից տնեց, որ չասի, բա ուր է իմ սարքածը։ Տեսակ են որ նկար էր դրած սեղանից, այդ նա երեխա էր նկարը։ Նույն սենյակով ենք աշխատում, անընդհատ գնում եմ իմ հերթն է, ինչ-որ տարօրինակ բաներ է սեղաններին դրած, ինչ-որ չգիտեմ, երեք օրինակ մի հատ նկար էր դրած, ասես ջրաներկով նկարած, ասում եմ նա բա դոկտոր Նարայինը, ասում եմ բայց այդ ուն չի տարը։ Դες որ լինի այնքան բան կա, որ սենյակում չի տեղավորվի։ Դե ծաղիկները անվերջ է, այսինքն գալիս է, լիքը ծաղիկներ են միշտ։ Ես մեր թիմից գիտեմ, որ դուք երկուսդ ձեր կաբինետում ունեք մի հատ տարածք,
որը որ հատուկ հսկողության տակ է եւ այնտեղ դուք շատ կարեւոր բաներ եք պահում, թանկարժեք, դոֆամին էներգիայի աղբյուրն է։ Բայց այդ թանկարժեք բաները որ sense բացում եմ, չէ՞, ասենք մի հատ ուտված այդ սիրուն կախվի տնում եմ դարակի մեջ, ասում եմ վաղ առավոտ եմ կամ մի հատ կոֆե կոնֆետով, առավոտը գայսեմ չկա։ Ասում դոկտոր Անջանիկ, ուր է մեր կոնֆետները։ 3 հատ բամբանյարկա եմ բացել։ Ուր է ասում։ Ասում ես կոնֆետ չեմ ուտում։ Իսկական ես արդեն 6 ամիս է ես որ պարապում եմ սպորտով, քաղցը չեմ ուտում։ Ու անդադ նարան գալիս է, ուր է կա։ Նարան ես չեմ կերասում։ Կներես կոնֆետներդ։ Այնօր մեր բուժքերը ասում են դոկտոր Անդրանիկ ասում չայը ուր է իմ պալիցեի բերե ասում եմ ես չայ չեմ խմել բայց չեմ Դες հարցում ենք երկուսս էլ ասում եք դե մենք դիետայի մեջ ենք անչենք բայց այնտեղ դարակը չեք տալիս մարդիկ նորմալ նյութեր դնեն մեջը Ինչ կոնֆլիկտային պահեր են եղել մեզ մոտ ոնց ենք փորձում դա հաղթահարենք դրանց կամ խուսափենք հիմա քչացել է կարող ամենակարևորը որ կոնֆլիկտի ժամանակ պետքա լսել շատ պացիենտի, որովհետև պացիենտը երկար բուժում է ստանում, հա, հոգեբանական խնդիրներ է ունենում այդ ընթացքում, ցավեր է ունենում, հա, ու եթե դու իրան ճիշտ չբացատրես պատճառը իր ցավերի, ինքը կարա դա ընկալի որպես խնդիր, թերի բուժում, հա, եւ արդեն ինքը տրամադրվի նեգատիվ Պրոֆեսիոնալիզմի վրա ենք կասկածի։ Այո, ընդհանրապես մի անգամ է եղել, ես բավական համբերատար մարդ եմ, լսում եմ, հա, բայց կյանքումս պրակտիկայում մի անգամ է եղել, երբ որ պացիենտի ափերից դուրս եմ եկել, հա, ու մի քիչ տոնս բարձրացրել եմ, որի համար տենց ընդամենը 15 վայրկյան հետո ես փոշմանել եմ դրա համար, հա, եւ նու դա է եղել։ Մի հատ հետաքրքիր բան է, սպիքերը է լսում, իր նախակամադը, եթե չեմ սխալվում, էմոցիոնալ ինտելեկտ, ասում է, եթե դու ուզում ես պոդքաստ 3 վայրկյանի կանոն, չէ 3 րոպեի կանոն կա։ Եթե դու 3 րոպեից հետո նույն կարծիքին ես, ուրեմն դա ճիշտ է, բայց եթե անցավ, ուրեմն դա ոնց որ բաներ է սարը։ Հա, սարը գլխով մտածելը դա ճիշտ է, միանշանակ, բայց Հա չէ դեպքեր կա որ ափերս դուրս ես գալի, ես էլ իմ բնավորությունով շատ հանգիստ եմ ու այս տարիների ընթացքում որտեղ որ աշխատել եմ, բոլորը ինձ նայել են որպես այն բժիշկ, որ այն պրոբլեմատիկ պացիենտներին ուղարկենք, որ հաստատ հետը յոլա կգնա կոպիտ ասած։ Բայց եղել է դեպքեր, հա, որ ես էլ Տենց չեմ գոր գրած, բան չեմ արել, մի հատ դետև, բայց եղել է, որ ասել եմ, որ չեմ ընդունելու ձեզ, մի ես 10 տարուց ավելա պրակտիկա եմ անում, երևի մի 2-3 դեպք տենց կհիշեմ, որ հենց առաջի այցի օրը, ասենք, ասել եմ, всё, երկրորդը տեղի չի ունենալու, շնորհակալություն, ստեցություն։ Զավեշտալի դեպքերից կարամ մի հատ էլ ես պատմեմ, դες գումարի հետ կապված չի էլի մի հատ կին էր թե օրիորդ էր ինչ տարիքով է չհասկացա էլ այդ պահը ուներ ներքևի կենտրոնական կտիչների շարժ երևի 4-րդ աստիճանն է որ այսպես մենակ փափուկ հյուսվածներն են իրան պահում ուղղակի պետքա թեթև քաշել ինքը ահավոր վախկոտ հա անհասկանալի վախեր ուներ այդ կինը որ սենց կանգնել եմ արդեն լավ սրսկել եմ թմրացա որոջի ուզում եմ քաշենք էլ այդ ատամը ուղղակի պետքա բռնենք սենց քաշեմ դաշը մատով ես կասեի բանը ինքը տենց չի նստում էլի տեղացի շատ անհանգիստ է բան բա դոկտոր ջան կլինի ձեր գոտկատեղից բռնեմ ասում գոտկատեղից դասեմ դե կապ չգիտես ասես չէ հայ որ ուզում ես օգնես այդ մարդուն ինչ որ հարթ ասեց դե ֆորմայդ այսպես գոտկատեղից բռնում է ու սենց հիմա ես չգիտեմ ու արդեն ես եմ վախենում այդ ատամը հանեն որտեվ ինքը այնքան ասենց շարժումներ անում ու ասենց հիմա բուժքույրը նայում այդ ես բուժքույրին չգիտեք ինչ կլինի եթե ես հանկարծ ատամը կաշեմ ինչ կանի ինքը Բայց իմացար գոնե օրիորդ էր թե ինձ թվում է ինքը օրիորդ էր ուղղակի մի քիչ տարիքով էր ու դա արդեն ինչ որ գոտկատեղից բայց վերջը տակլիա բոլորին վերջ չեմ հիշում ճիշտ ասած ճիշտ ասած հանեցի այդ ատամը հանեցի բայց էլ չհանդիպեցինք մեկ իր հետ որտեվ ես եթե շարժվող 4 աստիճանի ատամը տենց դժվարությամբ եմ հանել ասենք ուրիշ գործողություն անհնար է տեղ իմպլանտացիա ամել ջինսով պետքա գայ ու գոտից շատ գիր կապած Ես ասեմ այդ քերս գայուններից մի հատ դեպք է եղել որ ես
մինչև այսօր սենց վառ հիշում եմ։ Ուրեմն պացիենտը գալիս է, ասում է բժիշկ ջան, ես գայուն եմ, նախ սկսում է տարօրինակ հարցեր տալ։ Ասում է կարիեսը ո՞նց եք բուժում, պլոմբով։ Ասում եմ, հա, դե լիցքանյութ, պլոմբի։ Ասում լուսային, Ասում է, չէ, հարցը լուսային, ինքը զարգեր զարգացած է, այսինքն ասում է, իսկ ուրիշ մեթոդ չկա, ասում եմ, չէ, Ժորժ ջան, կարիեսը դա փորվում է, ու այդ դեֆեկտը պետք է լցվի ինչ-որ մի բանով։ Այս բանին պլոմբանյութ կոմպոզիտն է դրա համար նախատեսված։ Ասում եմ, չեն կարա ինչ-որ միկրոալիքներով դա բուժենք։ Ասում եմ, ճիշտ ասած, երևի ինչ-որ ասում եմ, ճիշտ ասած, երևի ինչ-որ կինո եք նայել, ինչ-որ ապագայի ինչ-որ ուտոպիա։ Ասի չէ, հիմա չկա ոչ մի նման բան, ասի երևի դուք խառնել եք լազերային տուրբինկայի հետ, այսինքն որ ոչ թե մեխանիկորեն է փորում, այլ լազերով է փորում, բայց միևնույն է դեֆեկտը, հետո այդ փոսը պետք է լցվի լեցանյութով։ Վերջը, այդ հարցից ես զգացի, կանխատեսեցի, որ այստեղ ինչ-որ պրոբլեմա դառնալու է ամեն ինչը։ Պացիենտը պարկում է, ինձ հարմար չի մի հատ բարձ, բան զգում ես, որ ինչ-որ ոչ ստանդարտ իրավիճակ է։ Ես շատ զգանում եմ, խնդրում եմ, ամբողջ հարցնում որ եկել է քարերը մաքրել, այն ժամանակ հələ անում այդ քարերի մաքրումը։ Okay, լավ, ես շատ զգանում եմ, ասում եմ, լավ, եթե անհրաժեշտ լինի, կսրսկենք։ Okay, սկսում եմ հենց առաջի ատամին կպնում եմ միանգամից աղբա, մի խոսքով պետք է սրսկի, ասում եմ, լավ։ Ոնց եք սրսկելու, ասում եմ, ասեղով։ Ուրիշ տարբերակ չկա, ասում եմ, չէ, ճիշտ։ Այն ալիքներից հա, մազը կսում եմ, սաղ անում եմ, ու ուրեմն սենց ասեղով բերում եմ շատ նուրբ, էլի։ Ես այդքան նուրբ երևի չէի տրամադրվել, որ սրսկի, սենց թեթև կպնում եմ լորձաթաղանթին, ու որպես օրենք միշտ սկզբից մի հատ ասում են վայ կամ ինչ-որ ռեակցիա են տալի, ու հենց անմիջապես մի վայրկյան հետո արդեն հանգիստ այսքան թմրեց ու մնացածը զգուշ ներարկում է։ Հենց այդ պահն ինքը սենց այ արեց, ես ասի վсё, հեսա վերջ, էլ չեք զգացավը, ու մեկը սենց քիչ-քիչ գնալով ինքը բացում է, ու սենց անում, ասում է, չէ, բերանը բաց, ասեղ, ասում է, չէ, ոչ եմ, ձեռքիցս բռնում է, սենց հանում եմ ասեղը, ու սենց նստում է կրեսլոյին, ասում է, չէ, հաստատ չէ, 100% չէ, էդի որ ասեց, հա, ասում է, չէ, սենց չի կարա շարունակվի բան, ու պատկերացրա իմ համբերությունը, որ ես այդ պացիենտին ընդունեցի, մաքրեցի, հետո պլոմբ արեցի, հետո իր աղջկա ընդունեցի։ Այդքան ես այդ պահին ինձ բան արեցի, ու ասի լավ, սա, ես գնում եմ։ Երևի Կարենի հետ 3 րոպեանոցն եմ կիրառել, էլի։ Գնացի մի հատ հանգստացա, մի հատ բանացի, հետ եկա, հաստատ հա։ Ասի վсё, ասի։ Մի հատ էլ ենք փորձում, ու տենց մի ձև արեցինք։ Ինձ թվում է այս նաև դոկտոր Նարայինն էլ այդ հարցը կտամ, այսինքն եղել է պացիենտ, որ չկարանաս ընդունես, այսինքն ասես, որ ես չեմ ընդունեց, ես հրաժարվեմ, ես իմ ես հիշածը պատմեմ հենց այդ բանի մեջ, շրջանի մեջ ու ձեզ լսենք։ Ուրեմն պացիենտը դիմել է ինձ, եկել է, նստել է, ասում է բժիշկ ջան, հենց սկզբից զգուշացնում եմ, որ լավ արտահայտված ворսկման ռեֆլեքս ունեմ։ Ասում եմ լավ, ասում եմ շատ տավեկան որ տեղեկացնում եք, հա, մենք շատերի մոտ կա, եկեք մի հատ էլ հասկանանք ինչ ասեք, ինչա։ Այս ատամս փչացել է, ջարդվել է, մի խոսքով մի հատ նայեք ինչ կարող անեք, օքեյ, ասում եմ բացեք նայեք։ Պարկեսնում եմ, բերանը բացում է պացիենտը, գործիքը վերցնում եմ, ուղղակի թուշը քաշում եմ ու ինքը ворսկում է։ Ու ես տեսնում եմ, որ իսկական ворսկում է, ոչ թե ուղղակի գլուխն է քաշում, իսկական մարդը նայում, ասում եմ լավ։ Okay, հələ փորձեմ լեզվին չկպնեմ, ասում, երևի կպա։ Ավելի զգուշ եմ անում, չէ, էլի ворսկում է, չեմ կարող։ Ասում եմ լավ, եկեք դուք մատով պրոստը քաշեք թուշը, գոնե տեսնեմ այդ ատամը։ Քաշում է, էլի ворսկում է։ Ասում եմ լավ, հիմա ես ոչ մի բան չեմ անում, ասում ուղղակի sense նայում եմ, մի հատ sense արեք։ Ուրեմն sense անում, ես sense մոտիկանում եմ, որ նայեմ ադամին ու ворսկում։ Ու իմ դեմը հասկանում ես, այսինքն նես որ մարդը ձև է տալի իրան։ Ես տենում եմ սա օտանում է, sense բաներ անում։ Ասում եմ բժիշկ ջան, տեսնելուց է ворսկով ֆասները։ ասում եմ բժիշկ ջան, կարեք տենց ուշադիր չնայեք։ Որ ուշադիրել եք նայում բերանից մեջ, ես ворսկում եմ։ Ասի ճիշտն ասած, ասի տենց բան,
ես չէի տեսել, ներողություն հատ նայելով չեմ կարա մի բան անեմ էլի աչքերով տաշեմ, կարող է այդ միկրոալիքները տարբերակի հետ էր ու հա նման պացիենտին բնականաբար իր այդ ասենք որ օղակը նարմոցի բժիշկն է էլի անեստեզիոլոգի տեսնես մի հատ կորցկային էլ արագ հիմա նման դեպքեր եղել է նման չէ էլի որ չկարողանաս ընդունես ոչ թե դեպքն է բարդ դու ռիսկ չես անում կամ մտածում ես փորձը թերիկ չի այլ ինչ որ sense պատճառով էլի հրաժարվել ի պատիվ դոկտոր Նարայասյան մի անգամ շատ բարդ դեպքեր էպիլեպսիկ հիվանդ բուժարոյի որ տասնյակներ հրաժարվել են բուժել հա դոկտոր Նարան ոնց որ Ամենաշատ ես էլ հրաժարվեի, եթե անկեղծ իրեմ, ես էլ ուզում հրաժարվեի, տարբեր մենակ էպիլեպսիան չի, նաև ուրիշ սիմպտոմներ կար եւ այլն։ Ուղղակի իր մաման զանգեց ունենց նախադասություն ասեց, ես ցերաստրեցի, ես մի քիչ ունեմ էլ հուզիչ բաները։ Հա, հուզվել եմ, որ ասեց մեր երեխան սաղոր ձեր վիդեոներն են նայում, ասում է ես ուզում եմ ինքը ինձ բուժի, խնդրում եմ մամա բանա։ Ես հավատում եմ, որ դա տենց է եղել։ Ասացի եկեք վա։ Հա, իրոք կա տես բան, եթե հիշենք մեր Հիպոկրատի երթումը, այո, որը բոլորս տվել ենք։ Նու պացիենտի վախերի հետ կապված, եթե երկար բուժում պետք է ստանա, հա, բժիշկը պետք է փորձառության հաշվին պետք է հասկանա իր խնդիրները, չէ՞։ Օրինակ, ինչից է ինքը վախենում, ինչն է ցավում իր մոտ։ Օրինակ, մարդկա ծակելուց է վախենում, մարդկա տուրբինի ձայնից է վախենում, մարդկա, չգիտեմ, նայելուց է վախենում, ու այդ վախերը շատ տարբեր են։ Անվախ մարդիկ չկան, ովքեր ստոմատոլոգի մոտ գալիս են։ Հիմա ստադիաները շատ տարբեր է, հա, բայց երկար աշխատելու ընթացքում պետքա փորձես նենց անես, որ այդ աշխատանքդ ավարտին հասցնես, խուսափելով այն աշխատանքի ձևից, ինչից որ պացիենտը վախենում է։ Օրինակ իմոց շատ է լինում տոտալ աշխատանքների դեպքում, հա, դաժե մի փոքր ջուրը լցվում է, всё, ստոպ, այդ մարդ պետք է հելի, թքի, ստացի է նայում, իհարկե գոլեգաներից էլ ասում են որ տեսել են, ասում են Ամերիկայում սուիցիդի առաջի տեղում ստոմատոլոգներն են, հա, ստրեսի մակարդակով, ինձ շատ հետաքրքիր է, կարծում եմ մեր հետևորդներին եւս թե ինչից ենք մենք էներգիա ստանում, բացի մեր տված արդյունքից, հա, աշխատանքից, այդ վաուները, որ ապրում ենք մասնագիտական, հոբի չասեմ, օրինակ, այս վերջում ես իմ մեջ բացահայտեցի նոր տալուց այս կողմ, գնացի մի հատ դինամիկա առա, հա, որ երեկոյան հենց գնում եմ տուն, առաջ տենց ռիլերն էի շատ նայում կամ էլի աշխատանքի մեջ, հիմա էլ էլի չի շատ բան փոխվել, բայց հենց դնում եմ երաժշտություն եմ լսում, որ դրանից հետո ավելի լավ եմ քնում, դրանից էներգիա եմ ստանում, հա, կամ չգիտեմ, ամսվա մեջ եթե ստացվի մի անգամ քաղաքից դուրս գնալ ու այդ էներգիայով լցվես, որ այդ ստրեսային գործը տանես, որ մենք սիրով ենք անում, բայց ամեն պացիենտի բաների դու սիրտդ գցում է, էլի, այսինքն ինչ մեթոդներ եք մշակել այդ բանը ստանալու։ Միանշանակ ճամփորդություն է, նույնիսկ ուրբաթ շաբաթ կիրակի, այդ ես ուրբաթ չեմ աշխատում, դե դոկտոր կար շաբաթ, այս շաբաթ չեմ գալի, շատ ինձ գործի է։ Այդ 3 օր այդ էմոցիաները հատկապես իմ համար Եվրոպան այդ մշակույթը, հետո ամուսինս էլ շատ սիրում բախտս բերել է, այդ 2 օրով գնանք շատ կարևոր է։ Իմ համար ամեն անգամ ես նոր էներգիայով գալիս եմ։ Ես զգում եմ ոնց եմ անգստի հաջորդ օրը գալի։ Ասենք օրը եղա առավոտը 9 ամենուտից իջնեմ 11-ին գործի եմ եղել, բայց անենց եմ եկել, ոնց որ սաղ գիշեր քնած եմ եղել անկողնու մեջ, այդ այնց թարմ իմ համար է։ Բոլորի մոտ էլ ինձ թվում է օրենց երկիրը լքում է, աշխատանքի մասին մոռանում է ավտոմատ, հա, ու իրանք արդեն գիտեն, որ մի հարցով իրանց դիմեն են, իրանք ֆիզիկապես չեն կարող իրանց օգնել, հա, արդեն ոնց որ հոգեբանորեն կտրվում ես։ Ես նույնիսկ ասեմ, ես այն մարդկանցից եմ, որ կյանքում ռոմինգ չեմ անում, դրսում ինտերնետ չունեմ, հոթելում եմ, որ սենց ձևական մի պահ կամ զանգես տնեցքին համ։ Հա, տեսնեմ մամաս ոնց է, հա։ Նայեք ինչ լավ համար է։ Չէ՞։ Այդ դրա համար ես լրիվ եմ կտրվում, էլ այդ 2 օրը իմ համար։ Բայց էներգիայի առումով իմ համար ամենակարևորը, օրինակ, թե ինչքան էլ այդ դժվար անցնում ես պացիենտի հետ, բայց վերջում որ պացիենտի շնորհակալ խոսքերը կամ հայացքը տեսնում ես, դա ամենամեծ էներգիան է իմ համար, քո մասնագիտականը շարունակելու համար։ Ոգևորությունը, արցանքի, օձիվները այդ մարդը, որ անկեղծ քեզ շնորհակալություն է հայտնում, ուրախանում է,
այդ աշխատանքի հետ կապված, ասեմ, չգիտեմ, դա իմ համար ամեն ինչ արժի։ Շատ կարևոր բան եք ասում, քանակով եթե նայենք, շնորհակալ պացիենտների, այսինքն ոչ թե լավ արդյունքով, այլ իրանց շնորհակալությունը այդ էմոցիան, որ ապրում են արտահայտող, հա, բառը գտա արտահայտող։ Կան պացիենտներ, որոնցից երբեք լավը չեն լավ բառը չեն ասի։ Նորմալ է։ Ահա, sense, այսինքն դա մենակ պացիենտների մեջ յուրաքանչյուր ոլորտում կա նմանատիպ վարքագծով մարդիկ։ Եթե դա օրինակի համար ավելի կարճ ժամկետ ենք, օրինակ մի 2 ամիս sense ընթացքա դեռ այդ բուժման ավարտին ամանալ օրթոպեդիայով զբաղվում եք ավելի շատ։ Չեք հասել, sense ստրեսային է, էլի երկու ինչ որ sense էտապ է եկել, այդ ժամանակ ոնց եք էներգիա ստանում։ Դե նայեք, հիմա նախ աշխատաժամերը քչացրել ենք, հա, որ այդ ստրեսային իրավիճակը ավելի ուշ հասնի։ Բացի դրանից էլ նաև այդ պարգևատրում, այսինքն դու քեզ որ պարգևատրում ես, դա ինձ թվում է օրինակ ինձ առել եմ հատուկ լույս, որը էլ ավելի տեսադաշտս լավացնում պացիենտի բերանի խոռոչում աշխատելուց, դա ինձ պարգևատրել է օրինակի համար։ Բաներ կա, որ կարճաժամկետ դու ոգևորվում ես, բայց ինչ որ ժամանակ անց դա քո համար սովորական է, չգիտեմ, արդեն հոգնում ես դրանից, նոր էմոցիաներ ես ու այդ գնի մեջ կապ չունի, ասում են ինքս եթե նույնիսկ ինքնաթիռ ես գնում, էլի մի շաբաթ է տևում ուրախություն։ Դրա համար այդքան պետք չի։ Դոկտոր Ռոբերտ, իսկ դուք ինչից եք էներգիա ստանում, փոքրիկ բաները եւ մեծ։ Ինձ թվում է Ռոբերտը ամեն ինչից էներգիա է ստանում։ Ինքը այնքան ոգևորված է նկարագրում են ամեն process-ը, ասենք պլոմբավորումից բռնած ամեն բար դեպքը այնքան ոգևորված է պատում, որ ասում ես դու ամեն ինչից էներգիա ես ստանում, Ռոբերտ։ Ճիշտ ասում, դոկտոր Անդրանիկ, ես շատ սիրում եմ այդ պատմելու գործողությունը ներկայացնելու, սենց հավեսով անում եմ դա, ով որ արդինատորները միշտ կանգնած են, ես գործի ընթացքում բացատրելով անում եմ, այդ մի տեսակ ինձ էլ է ոգևորում, որ ես շուտ դրական բան եմ տալի այն մարդուն, որ դրանից տեղյակ չի, հա, նամանաման, որ այդ ամեն ինչը օգնում է նաև պացիենտին, որ պացիենտը աշխատանքի ընթացքում իմանում է ինչա կատարվում հենց այս բանին։ Հա, այսինքն հիմա դու արեցինք, հիմա ես սկսեցինք սրա համար եւ այլն, ունեմ շատ պացիենտներ, որ հետո ասում են, որ օրը որ արդինատոր չի լինում ու ես չեմ խոսում, իրանք զգում եմ լարվում են, որ չեն տիրապետում ինֆորմացիային, էլի, մեկ էլ վերջերս ասում են, այսօր ինչ արեցինք, բան, ես լավ է որ պատմում եք ընթացքում, այդ ամեն ինչի ինձ լավ ոգևորում է։ Իսկ թվում է, բայց ամենա ոնց ասած օգուտը դու տալիս ես արդինատորներին։ Օրինակ մենք նույն կուրսից ենք եղել, հա, դու անվճար էիր սովորում, ես միջինից ցածր, հա, ու ինչ որ առարկաներ կար, որ չէիր հասկանում, Ռոբերտն այնց էր բացատրում, որ այն ամենաբարդ առարկաները անգամ շատ լավ հասկանում էր, ու ես խորհուրդ կտամ այն արդինատորներին, ովքեր որ հետևում են մեզ, եթե ցանկություն ունեն, Ռոբերտի մոտ միանշանակ հերթագրվեն, որովհետև դա շատ դուք կրթական ոլորտում շատ մեծ ներդրում կունենաք միանշանակ։ Ու մյուս բանն էլ ասեմ, էներգետիկ բանը, որ երաժշտությունն է իմ համար, հա, այսինքն կաբինետում ես միշտ պարտադիր դրածա ու մի հատ էլ դեռ պատմեմ ու երևի այսօրվա համար զավեշտալիները իսկա։ Ուրեմն այս վերջերս էլի մի հատ պացիենտ ա դիմել, ով որ մի քիչ տենց ստոմատոֆոբիա ունի, էլի, այսինքն ինչ որ վախեր կա մի խոսքով, ինքը հենց մտնում է կաբինետ, մի անգամից լավ չի զգում։ Ես էլ միշտ փորձում եմ նոր բան ու արդինատորը ասում եմ Հրաչ ջան, մի հատ երաժշտություն միացրա, միացնում է երաժշտություն ու դնում է այն ամենաապոկալիպտիկ սիմֆոնիաներից մեկը։ Ու սկզբից ես չեմ հասկանում, որ միգուցե դա հիմա մեզ պետք չէ։ Մի խոսքով պացիենտը պարկած է գործ եմ անում ու սենց մեկ էլ պայտակ զգում եմ, որ հա իմ գործի հետ այս պացիենտները ինչ որ սկսում են շարժվել, բան զգում եմ, որ կարող է հեսա մոտ ինչ որ պանիկայի նման բան սկսվի ու հասկանում եմ, որ հեսա ամենայն կուլմինացիոն մասնակալ այդ սիմֆոնիայի բան, հա, ու տեսես մի անգամից ասի Հրաչ ջան, հələ անջատ ես երաժշտությունը։
ու հետո բացեն որ բրցանք ասեց դոկտոր ջան անես ճիշտ բայ անջատեցի ես երաշտություն ասում այդ կուլմինացիայի հետ եսը պետք է բանանե բայց այդ կլասիկ երաշտությունը շատ է հանգստացնում ամբողջ ընթացքը աշխատանքի դա ինձ մեծ էներգիա է տալի իմիջիայլոց մեկ էլ մամասա այդ արվեսին դիրապետում ոնց որ ռոբը որ ամեն փոքր բանից կարողանում է երջանկանա, հա, այսինքն չգիտեմ, մի հատ ես կարող լիքը, այնց չգիտեմ, մեծ բաներ անեմ իմ էյֆորիան տևի մի քանի րոպե կամ մի քանի ժամ, մամաս կարող պրոստը իր խոհանոցի համար մի հատ թաս առնի, դնի, մի շաբաթ այնց հանձնի նայ այդ թասին ժպտա, ուրախանա, հա, ձեռքա վերել, այնց որ դա շատ կարևոր բնավորություն է, որը որ ես երազում եմ ունենամ։ Դե ինչ սիրելի ընկերներ, ավարտեցինք եւս մեկ ոդքասթ, հյուրընկալել էինք բժիշկ օրթոդոնտ Նարատել Հովսեփյանին, ով մեր Էլիքսի ընտանիքից էր, սակայն ուզում եմ ասել, որ չենք ուզում սահմանափակվել միայն մեր ոլորտով եւ կարող եք դուք էլ առաջարկել, թե ինչ մասնագետ, ինչ անհատի ցանկանաք տեսնեք մեր տաղավարում, կարող եք մեկնաբանություններում ակտիվ լինել, մենք փորձում ենք ինֆորմացիան ձեզ համար դարձնել ավելի դիպուկ, ավելի հետաքրքիր եւ պետքական։